Սա ես եմ, սա ես եմ հիմա։ Իմ ապագան որոշում են առաջին 1000 օրերը։ Այսօր ես դարձավ 6 ամսական։ Մինչև հիմա ես ուտում էի միայն մայրիկիս կաթիքը, բայց արդեն ինձ պետք է նաև այլ սնունդ։ Ինչքան տարբեր համեր կան։ Այսօր իմ ամենասիրածն է, բայց մեկ է, մայրիկիս կաթին ոչինչ չի փոխարինի։ Ամեն ինչ որոշվում է հիմա։ Կարևոր է առաջին 1000 օրը։ Ողջույն հարգելի հեռուստատող հայկական երկրորդի եթերում է ինչ եփել այսօր ծրագիրը։ Եվ այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք եւս մեկ անգամ անդրադառնալու ենք մեր հատուկ տեսադասերին, որոնց ընթացքում մենք ցուցադրում ենք, թե ինչ կերպով կարելի է ճիշտ կազմակերպել վաղ հասակի երեխաների համար նախատեսված սննդակարգը։ Եվ փաստորեն առաջին 1000 օրը շատ կարևոր է երեխայի հետագա առողջության կայունության համար։ Այնպես որ հետևեք մեր հատուկ տեսադասերին եւ կարծում եմ այստեղից շատ ինֆորմացիա կքաղեք ձեր համար։ Շարունակվում են տեսադասերը վաղ տարիքի երեխաների սնուցման մասին եւ այսօր եւս մեկ անգամ կպարզենք, թե ինչպիսին պետք է լինի սննդակարգը, որպեսզի այն լինի եւ բազմազան եւ սննդարար։ Եվ այդ հարցում մեզ կօգնի տիկին Սուսաննա Հարությունյանը, ով հիանալի մանկաբույժ է առաջին հերթին եւ բժշկական համալսարանի դասախոս։ Ողջույն տիկին Սուսաննա։ Եվ այսպես, ինչպիսի մթերքներ պետք է օգտագործվեն երեխաների վաղ տարիքի սննդակարգի մեջ, որպեսզի եւ բազմազան լինեն, եւ սննդարար, եւ համեղ վերջը։ Երեխաներին պետք է առաջարկել սննդատեսակներ բոլոր սննդային խմբերից, այնպես որ բավարարվեն նրանց բոլոր պահանջարկները։ Երեխայի սնուցման հիմքը կազմում է կաթնամթերքը, անպայման նրա օրակարգի մեջ պետք է ներառվի նաեւ մսամթերք, մրգեր եւ բանջարեղեն եւ իհարկե հատիկաբույսեր եւ կարտոֆիլ։ Եվ տիկին Սուսաննա, ինչպիսի կաթ պետք է տալ հենց առաջին, այսինքն ամիսների ընթացքում։ Լավագույն կաթնամթերքը երեխայի համար իհարկե կրծքի կաթն է եւ պետք է շարունակել այս տարիքում երեխային հաճախ կերակրել կրծքի կաթով։ Դրանից բացի երեխան որոշ քանակությամբ այլ կաթնամթերքի կարիք ունի, օրինակ դա կարող է լինել կատնաշոռը, անլի պանիրը եւ այլ կաթնամթերքներ, օրինակ թթու կաթնախառնուրդները եւ այլն։ Կովիկատ այս տարիքում դեռևս երեխային որպես ըմպելիք տալ խորհուրդ չէի տա։ Իսկ հիմա անդրադառնանք արդեն մսամթերքին եւ բարձենք, թե ինչ տեսակի մսամթերք կարելի է տալ վաղ տարիքի երեխաների ընդհանրապես։ Ուրեմն շատ կարևոր է, որ ամեն օր երեխայի օրաբաժնում ներառվի նաև մսամթերք, որովհետև մսամթերքը պարունակում է կենդանական ծագման սպիտակուցներ, երկաթ եւ ցինկ, որոնք շատ կարևոր են երեխայի աճի եւ զարգացման համար, իդեպ սակավարությունից խուսափելու համար։ Մսամթերքը կարելի է բազմազան լինել, կարող է բազմազան լինել, կարելի է ներառել միս, ուղակի տավարի կամ խոզի եւ այլն, կենդանիների օրգաններ, կարող է լինել թռչնամիս եւ այս 8 ամսեկանից սկսած արդեն կարող է լինել ձկան միս։ 6 ամսականից սկսած երեխային պետք է միս տալ երկաթի եւ ցինկի պահանջները բավարարելու համար եւ սակավարյունության զարգացումը կանխարգելելու նպատակով։ Եվ կարծում եմ շատ-շատերը նկատեցին այս գեղեցիկ գրքույկները, այս գրքույկների միջոցով կամ nutrition.am կայքի միջոցով կարող եք գտնել բազում հարցի պատասխաններ, թե ինչպես կարելի է հենց այս 1000 օրվա ընթացքում ճիշտ կերպով կարգավորել եւ ապահովել երեխայի սննդակարգը։ Շնորհակալություն տիկին Սուսաննա, այս թեմային մենք դեռ կանադառնանք մեր ավանդական սեղանի շուրջ, քանի որ այնտեղ մեզ սպասում է հիանալի անձնավորություն 3 հիասքանչ երեխաների մայր Իրինա Թովմասյանը եւ նրա հետ էլ կպարզենք, խոսենք եւ խորհուրդ կտանք, թե ինչպիսին պետք է լինի 8 ամսեկան երեխայի համար նախատեսված ճիշտ սնունդը։ Այնպես որ մնացեք մեզ հետ, մենք շարունակում ենք։ Իսկ մենք շարունակում ենք եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ երեխային պետք է կերակրել բազմազան եւ սննդարար ուտելիքով, որպեսզի կարողանանք ապահովել նրա սնուցողական բոլոր պահանջները։ Եվ մենք այսօր այստեղ պատրաստելու ենք 8 ամսեկան երեխայի համար նախատեսված հավելյալ սնունդը եւ ինչպես տեսնում եք արդեն մեր հյուրն էլ տաղավարում է Իրինա Թովմասյան, ով փորձառու մայրիկ է, բայց ամեն դեպքում ունի հարցեր տիկին Սուսաննային եւ հուսով եմ տիկին Սուսաննան այսօր մեզ կօգնի։ Խոսենք մի փոքր հենց այսօրվա պատրաստվելիք, այսպես ասած, հավելյալ սննդի մասին, որը նախատեսված է 8 ամսեկան երեխայի համար տիկին Սուսաննա, ինչպիսին պետք է լինի եւ ինչ ենք օգտագործելու։ Այսօր մենք կպատրաստենք նախաճաշի համար դդմիկով եւ կարտոֆիլով պյուրե, այնուհետեւ միջանկյալ ուտեստ կպատրաստենք, որպես միջանկյալ ուտեստ կպատրաստենք դեղձի մուս, իհարկե կարելի է ցանկացած մրգով մուս պատրաստել եւ հետո կանցնենք ճաշին։
Դե ուրեմն եկեք սկսենք եւ կարծում դուք ընթացքում նաեւ կասեք խորհուրդ կտաք թե ինչպես ճիշտ կարելի է պատրաստել։ Խնդրեմ Իրին։ Շատ լավ, ես կարծում եմ ուրեմն կարտոֆիլն ու դդմիկը պետք է կտրատել։ Տիկին Սուսաննա, իսկ եփելու ենք թե շոգեխաշելու ենք, որովհետեւ որքան գիտեմ գոլորշու վրա վիտամինները ավելի շատ են մնում, չէ՞։ Կարող եք շոգեխաշել, իհարկե կարող եք փոքր քանակությամբ ջրով նաեւ եփել, եթե շոգեխաշելու հնարավորություն չկա։ Շատ լավ, այդ դեպքում ես փորձեմ կտրատել։ Երկուսն էլ կտրատենք եւ արդեն Եվ ես եւս մեկ անգամ ուզեմ հիշեցնել եւ մենք քիչ առաջ դրա մասին խոսեցինք Տիկին Սուսանայի հետ, որ երեխայի սննդակարգում օրական, այսպես ասած, մեկ չափաբաժնում գոնե պետք է անպայման լինի եւ մսամթերք, եւ կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, հատիկաբույսեր։ Հատիկաբույսեր։ Մենք քիչ առաջ նաեւ խոսեցինք մսամթերքի մասին եւ նաեւ ասացինք, որ կա այլընտրանք մսամթերքին, այսինքն փոխարինող։ Եվ ավելի կոնկրետ անանք եւ շակերտները բացենք, թե որն է մսամթերքի այլընտրանքը, այո, մսամթերքի այլընտրանքը դրանք բուսական այն սննդատեսակներն են, որը ինչպես միսը մսամթերքը այնպես էլ այլընտրանքը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, երկաթ եւ որոշ քանակությամբ ցինկ։ Իհարկե այլընտրանքից երկաթը եւ ցինկը ավելի դժվար են ներծծվում, քան մսամթերքից։ Այստեղ մենք ունենք ընկույզ, որը մսամթերքի այլընտրանք է հանդիսանում, ընդհանրապես ցանկացած ընկուզեղենը մսամթերքի այլընտրանք է, այսինքն պարունակում է եւ երկաթ, եւ սպիտակուցներ եւ շատ լավ որակի ճարպ, որոնք բոլորը օգտակար են երեխայի համար եւ կարող են հարստացնել երեխայի օրավաժինը, եւ մսամթերքի մյուս այլընտրանքը դա ընդեղենն է, ոսպ, սիսեր, լոբի եւ այլն։ Իսկ 8 ամսեկանից արդեն ամբողջը կարելի է տալ երեխային։ Այո, 8 ամսական հասակում կարելի է սկսել ընդեղենը տալ, ուղղակի դա պետք է պատրաստել յուրահատուկ ձևով, այսինքն պետք է անպայման թրջել, թողել մի քանի ժամ ջրում, հետո ջուրը թափել, փոխել եւ նոր եփել, որպեսզի երեխան չունենա գազիկներ։ Եվ ես որքան գիտեմ, պետք է քիչ-քիչ, չէ՞, սովորեցնել երեխային, այսինքն ճաշիկի մեջ գցել 1-2 օրինակ ոսպ, ու այսպես քիչ-քիչ սովորեցնել, որ կարծում եմ 1-2 փոքրիկ տալ քիչ, հա, թեյ տալ, 1-2 թեյ տալ ոսպ, աստիճանաբար կարող ենք ավելացնենք, ընդհանուր առմամբ, այսինքն 8 ամսական հասակում երեխան բավականին լավ կարող է մարսել տարբեր սննդատեսակներ եւ շատ այդ աստիճանականությունը պահպանելու կարիք չկա։ Տիկին Սուսաննա, եւս մեկ հարց ունեմ։ Այ օրինակ անընդհատ ես առնչվում եմ այդ խնդրի հետ, երբ առավելից երբ ձմեռ է, հա, այդ ձմռան ամիսներն են։ Շատ բանջարեղեններ կան, որոնք որ բնական սեզոնային չեն եւ բնական ճանապարհով ինչ որ այսպես աճեցված չեն։ Արժի օգտագործել դրանք ճաշիկների մեջ թե ոչ։ Չէ, կարծում եմ պետք է օգտագործել սեզոնային տեղական մթերքներ, որոնք ավելի ապահով են եւ անվտանգ են երեխայի համար։ Փաստորեն ոչինչ, որ ձմռան ամիսներին երեխան բանջարեղեն չստանա։ Չէ, ձմռան ամիսներին նա կարող է ստանալ ձմռան ամիսներին արկա բանջարեղենը, օրինակ կարելի է օգտագործել դդում, եթե այդ ամսին կա դդմիկ, էլի կարելի է օգտագործել, գազարը, բազուկը կարծում եմ բոլոր ամիսներին կան, բրոկոլի, կաղամբ, ծաղկակաղամբ, շատ լավ մթերք է երեխաների համար, այնպես որ մենք բավականին հարուստ ենք բանջարեղենով եւ մրգեր էլ ունենք, սեզոնային մրգեր կարելի է օգտագործել երեխայի սննդի համար եւ ցանկալի է որ տարբեր լինեն դրանք, ամեն օր տարբեր մթերքներ երեխան ուտի։ Շնորհակալություն։ Քիչ առաջ մենք խոսեցինք երկաթ պարունակող մթերքներից եւ շատ հետաքրքիր կլինի թե որ սննդամթերքի հետ կարելի է միացնել, որպեսզի այդ նույն երկաթը հեշտ, այսպես ասած, ներծծվի օրգանիզմում եւ կարծում դուք կթվարկեք։ Այո, ես նշեցի, որ ընդեղենից եւ ընկուզեղենից երկաթը մի փոքր դժվար է ներծծվում եւ եթե ընդեղենն ու ընկուզեղենը օգտագործենք մսամթերքի փոքր քանակների հետ միասին կամ վիտամին C-ով հարուստ սննդամթերքների, օրինակ մրգերի եւ բանջարեղենի հետ միասին, ապա երկաթը լավ կներծծվի, բայց կան նաեւ մթերքներ, որոնք խանգարում են երկաթի ներծծմանը։ Պետք է նշեմ, որ մինչեւ 1 տարեկան երեխային ընդհանրապես խորհուրդ չի տրվում թեյ տալ, հատկապես ուտելուց հետո կամ ուտելուց անմիջապես առաջ, որտեղ դա երկաթի ներծծմանը նույնպես կխանգարի։ Նույնիսկ մանկական մրգային թեյերը չի կարելի, հա, այո, մանկական մրգային թեյերն խորհուրդ չի տրվում։ Նախ ասենք, որ Իրինա ջան, 1 ամսեկանից ընդհանրապես, բացի կրծքի կաթից, ոչինչ երեխային պետք չի տալ 1 ամսեկան, մինչև 6 ամսեկանը, եւ նրանից հետո էլ թեյեր մինչև 1 տարեկանը խորհուրդ չի տրվում օգտագործել, ինչու որովհետեւ թեյը շատ քիչ սննդային արժեք ունի,
Նա ընդհանրապես մի քիչ քաղցր է պարունակում, բայց կարող է պարունակել տարբեր նյութեր, որոնք ոչ միայն խանգարում են երկաթի ներծծման, այլ կարող են ալերգիկ լինել հենց այդ գործարանային պատրաստման թեյերում եւ որևէ օգտակար բան չեն պարունակում իրենց մեջ։ Եվ կարող են փչացնել երեխաների ատամները, որովհետեւ հաճախ ես ականատես եմ լինում, որ նույնիսկ բավականին երկար ժամանակ երեխաներին շշով ծծակով թեյեր են տալիս, որոնք որ ատամնափուտի առաջացմանն են նպաստում։ Դա բացառել է պետք։ Այդ դեպքում ջուր է պետք տալ երեխային, որ ինքը լրացնի իր երեխայի ջրի, ծարավի զգացումը պետք է հագեցնել կրծքի կաթով եւ ջրով։ Շատ կրծքով կերակրվող երեխաներ նույնիսկ երբ որ հավելյալ սնուցումը սկսում են, շատ քիչ քանակությամբ ջուր են խմում, բայց պետք է տալ այնքան, ինչքան ինքը կուզի, իհարկե։ Իսկ հիմա անդրադառնանք այն ճաշիկին, որը պատրաստում ենք այս պահին, եւ ինչքան ժամանակ պետք է ընդհանրապես եփվեն բանջարեղենները։ Կարծում արդեն եփված կլինի։ Եվ այսպես, փաստորեն եփվել են բանջարեղենները, այսինքն կարտոֆիլը եւ դդմիկը, որոնք հիմա մենք կհարենք հարիչի օգնությամբ եւ պյուրայնման զանգված պետք է պատրաստենք շատ քիչ ջրի քանակությամբ։ Ճիշտ է, այսինքն այն ջրի խորտ կտայի կաթ ավելացնել, որպեսզի ավելի սննդարար լինի, հա ջուրը ներծծվել է, մենք շատ քիչ քանակությամբ ենք, օգնեմ մի քիչ, հա։ Այստեղ մեկ քարոտ ուղղակի բաժակ կաթ կարող ենք ավելացնել։ Իսկ աղ ընդհանրապես շիլաների մեջ մինչև 8 ամսեկանը խորհուրդ չենք տալիս աղ ավելացնել, բայց 8 ամսեկանից եթե երեխան չի ցանկանում անալի ուտել, կարելի է մի փոքր, բայց կարծում եմ, որ բոլոր երեխաները դեռ այս տարիքում աղի կարիք չունեն։ Ուրեմն ավելացնում ենք նաև մի փոքր կեսից 1 թեյի գթալ բուսայուղ եւ արդեն պատրաստ է, կարող ենք քարել։ Շատ լավ։ Կարտոֆիլով եւ դդմիկով պյուրե։ Կարտոֆիլ 50 գրամ, դդմիկ 50 գրամ, ջուր 100 մլ, կաթ 1 քառորդ բաժակ, կարագ 5 գրամ կամ բուսայուղ 1 թեյի գթալ։ Կարտոֆիլը եւ դդմիկը պետք է լվանալ, եփել ջրում, այնուհետև տրորել կամ հարել, որից հետո պետք է ավելացնել քիչ քանակությամբ եռացող կաթ, 2-ից 3 րոպեների ընթացքում խառնելով նորից եռացնել։ Կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագը կամ բուսայուղը։ Ահա եւ պատրաստ է մեր բանջարեղենային պյուրեն, սա մոտավորապես այն չափաբաժինն է, որը պետք է 8 ամսեկան երեխային եւ նախաճաշի համար մենք նախատեսել ենք նաեւ կես խաշած ձու, հիմա կկիսենք, եւ մի փոքրիկ հաց կարելի է երեխային տալ։ Ձուն փաստորեն 8-ից արդեն կարելի է տալ։ Այո, ձուն կարելի է տալ 6 ամսեկան հասակից սկսած։ Ձուն նույնպես շատ օգտակար մթերք է երեխաների համար, որովհետև այն պարունակում է կենդանական սպիտակուցներ, շատ հարուստ է կենդանական լավ որակի սպիտակուցներով, սակայն երկաթի լավ աղբյուր չէ, ճիշտ է նա շատ երկաթ է պարունակում, բայց ձուն կարող է խանգարել նաև այլ մթերքներից երկաթի ներծծումը։ Շիլան մենք բլենդերով խառնեցինք, բայց կարելի է ուղղակի ճզմել։ Այո, իհարկե, կարելի է ուղղակի մանրացնել։ Եվ ասեմ մի դեպ, որ 8 ամսեկան երեխայի համար արդեն պարտադիր չի, որ ճաշատեսակները այսպես հոմոգեն տեսք ունենան, եւ պետք է նա արդեն կամաց սկսի ուտել մանրացված ուղղակի ուտելիք, եւ կարելի է տալ այս տարիքից սկսած այնպիսի ուտեստներ, որ երեխան կարող է իր ձեռքով վերցնել եւ դնել բերանը։ Օրինակ, եթե այս ձուն մենք մի փոքր կտրտենք, մանր կտորներ անենք, ոչինչ չի լինի, չէ՞։ Այո, երեխան արդեն կարող է սա ինքնուրույն ուտել։ Նախաճաշի հետ ամեն ինչ պարզ է, իսկ հիմա արդեն անցնում ենք միջանկյալ ուտեստներին եւ առաջին հերթին պարզենք, թե ինչպիսին պետք է լինեն այդ ուտեստները եւ այսօր գիտեմ, որ պատրաստելու ենք դեղցի պյուրե, այսպես կարելի ասել, մուս, այո, եւ ընթացքում պատրաստենք եւ նաեւ պարզենք, որոնք են այդ միջանկյալ ուտեստները դիքես։ Եվ քանի անգամ կարելի է տալ միջանկյալ ուտեստ։ Մի անգամից ձեր հարցին պատասխանեմ, որ կարելի է 1 կամ 2 անգամ միջանկյալ ուտեստ տալ, ընդ որում նա պետք է լինի բավականաչափ սննդարար, բայց ծավալով քիչ, օրինակ կարող է լինել խաշած ձու կամ պանիր մի կտոր հացով եւ այլն, բայց չպետք է լինի իհարկե քաղցրավենիք, այսպես եւ չիպսեր կամ այլ սննդատեսակներ, որոնք որ պարզապես շատ էներգիա են պարունակում, բայց սննդարար բաղադրամասեր չեն պարունակում։ Իսկ եթե օրինակ բանանը քաղցր է, ոչինչ, որ բանանը մրգի քաղցրությունը իհարկե բնական քաղցրություն է, բանանը մենք շատ հաճախ
կարող ենք զուգորդել օրինակ կատնաշորի հետ, ընդհանրապես շատ լավ միջանկյալ ուտեստ է, կատնաշորը տարբեր մրգերի հետ զուգորդված։ Անցնենք դեղցի մուսին եւ կա որոշակի պատրաստման եղանակ եւ ինչպես պետք է օրինակ պատրաստել։ Կեղևը հեռացնել, թե օրինակ շոքի խարշել, թե հենց իր բնական կերպով է։ Կեղևը իհարկե խորհուրդ ենք տալիս հեռացնել, որովհետեւ գիտենք, որ ծառերը սովորաբար թունաքիմիկատներով մշակում են, այսպես ասած սրսկում են, հա, եւ այդ պատճառով ցանկալի, այո, մենք գիտենք, որ հողում աճող բանջարեղենի մեջ շատ կան պարարտանյութեր։ Մրգերի մեջ պարարտանյութեր չկան, բայց մրգերի կեղևի վրա կարող է թունաքիմիկատներ լինել, այդ պատճառով լավ է, որ դա հեռացնենք։ Եվ փաստորեն հեռացնում ենք նաև կորիզը, այո, եւ նաև կորիզը։ Պարզապես հարում ենք բլենդերով։ Չէ, մի փոքր շոքի խաշենք։ Այնուհետև պետք է հարենք, ավելացնենք սպիտակաձավար մի փոքր եւ մի փոքր էփելուց հետո նորից հարենք եւ ստացվում է շատ հաճելի մասա, որով երեխաները սովորաբար այս ճաշատեսակը շատ սիրում են։ Իսկ կոմպոտի մեջի դեղցը օրինակ կարելի է օգտագործել այս մուսը պատրաստելու համար։ Կամ նույն օրը պատրաստված կոմպոտի միջի դեղցը։ Նույն օրը պատրաստված կոմպոտի դեղցը կարելի է, բայց պահածոյացված մթերք տարիքի երեխային պետք չէ տալ։ Հատկապես տնային պայմաններում։ Այո։ Ձեզ կմիանանք հարգել երթատող միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ կլինի մուսը եւ կանցնենք բնականաբար մնացած այլ ուտեստներին, որոնք այսօրվա մեր ծրագրի ընթացքում պատրաստվելու են։ Դեղցի մուս, դեղց 50 գրամ, սպիտակաձավար 2 թեյի գդալ, ջուր 100 մլ, շաքարավազ 15 գրամ, դեղցը լվանալ, որից հետո կեղևազրկել եւ նաեւ անջատել կորիզից։ Շատ քիչ քանակությամբ ջրի մեջ եփել, որին ավելացնել նաեւ սպիտակաձավարը եւ շաքարավազը։ Պատրաստ լինելուն պես հանել կրակի վրայից եւ բլենդերի օգնությամբ հարել։ Սառեցնել եւ կերակրել։ Եվ այսպես հարգելիներս պատրաստ է նաև դեղցի մուսը, որը այսպես իդեպ նշենք թե ինչպես պատրաստվեց, այսինքն մի փոքր շոքի խաշելուց հետո բնականաբար սկզբում մենք հեռացեցինք կեղևը, ձերբազատեցինք նրան կորիզից եւ քիչ ջրով, այո, երբ պատրաստ է արդեն մի փոքր եւ ավելացրեցինք սպիտակաձավար, այսինքն մաննկրուպա, հա։ Ովքեր որ չգիտեն։ Մի փոքր եփեցինք 8-ից 10 րոպե եւ այնուհետեւ փոքր շաքարավազ ավելացրեցինք, կես կտալ եւ հետո հարեցինք։ Կարծես թե ամեն ինչ պարզ է եւ հիմա վստահ կարող ենք անցնել այն ճաշիկին, այսինքն որը մենք հիմա կպատրաստենք, իդեպ պատրաստելու ենք հավի կրծքամսով եւ բանջարեղեններով։ Մուսը կարող ենք դնել արդեն մեր նախաճաշի հետ կողքին եւ անցնել ճաշիկին։ Խոսենք մի փոքր այս ճաշիկի մասին ընդհանրապես եւ օրը քանի անգամ պետք է նմանատիպ ճաշ պատրաստվի երեխայի համար։ Սա հիմնականում տրվում է երեխային ցերեկային ժամերին եւ մեկ անգամ է տրվում ճաշիկը, այնուհետեւ մենք կտանք նորից միջանկյալ ուտեստ եւ ընթրիկ արդեն։ Շատ լավ։ Եվ ինչից ենք սկսում, այսինքն պետք է պետք է բաղադրիչները հավի միսը կտրատենք, այնուհետև մի փոքր բանջարեղեն կտրատենք եւ դրանք եփենք կացայում, այնուհետև պետք է ավելացնենք մնացած բաղադրամասերի առողջանաբար կանենք։ Իսկ երբ ճաշիկը պատրաստում ենք, այնտեղ ահագին սուպային ջրիկ մաս է, չէ՞ մնում։ Մենք կարող ենք երեխային օրինակ առանձին սուպիկը տալ, հետո երկրորդ որպես ուտեստ տալ արդեն մնացածը սենց մսով եւ այլն եւ այլն։ Ասում որ ընդհանրապես խորհուրդ չի տրվում շատ ջրիկ սննդատեսակներ տալ երեխային, որովհետև ջրիկ սննդատեսակները քիչ էներգիա են պարունակում եւ երեխայի ստամոքսի ծավալը շատ փոքր է, եթե ջրիկ սննդատեսակով լրացնենք ստամոքսը, այնուհետև չենք կարողանա նրան արդեն տալ բավականաչափ էներգիա։ Այո, դրա համար ապուր պյուրեն պետք է լինի այնպեսին, որ դա գթալից չկատկթի, այլ լինի բավականաչափ։ Իսկ կապված բանջարեղենի հետ, հիմա այսինքն մենք նաև պետք է մսի հետ հավասար եփվի հենց բանջարեղենը նաև։ Այո, կարծում եմ, որ երբ որ միսը մանր են կտրատում, նա բավականին արագ է եփվում եւ այդ պատճառով բանջարեղենն էլ կարող ենք հիմա մի փոքր գազար կկտրատենք եւ մի փոքր կանաչեղեն եւ իրար հետ կեփվի ընդամենը մի քանի րոպեից մենք կարող ենք արդեն բլենդ անելու ենք այդ ամենը։ Ես ուզում եմ հասկանալ մեծ կտրատեմ թե փոքր։ Փոքր կտրատենք, որ շուտ եփվի եւ իհարկե բլենդ այս անգամ էլ կանենք, ուղղակի սա ճաշատեսակն է պահանջում։
բայց ուզում եմ հիշեցնել, որ այս տարիքի երեխայի ճաշացանկում պետք է լինեն նաև ավելի խոշոր սննդամասեր պարունակող ուտելիքներ։ Որ ծովերի ծամեր։ Փաստորեն մենք այս փուլում հիմա պետք է եփենք պարզապես հավի կրծքամիսը, որից հետո արդեն կավելացնենք նաև բանջարեղենը, միասին կեփենք եւ դրանից հետո արդեն կպատրաստենք։ Միասին կեփենք, թե առանձին Կարելի է առանձին եփել եւ բանջարեղենի եփուկը օգտագործել, իսկ արգանակը թափել։ Շատ լավ։ Իսկ դրանից հետո արդեն կշարունակենք մեր զրույցը։ Հավով ապուր պյուրե։ Հավի փափկամիս 50 գրամ, ջուր 60 մլ, գազար 5 գրամ, մաղադանոց 5 գրամ, կարագ 10 գրամ։ Հավը եւ բանջարեղենը եփել։ Եփված հավի միսը հարիչով հարել, այնուհետև նաև ավելացնել բանջարեղենը եւ եւս մեկ անգամ հարել։ Այդ խառնուրդը տեղափոխել եռման ջրի մեջ, ավելացնել կարագը եւ եփել եւս 2-ից 3 րոպե։ Ահա եւ մեր ճաշիկը պատրաստ է։ Սա փաստորեն մեկ չափաբաժին է համարվում։ Այո, մեկ չափաբաժին ճաշիկը պատրաստ է եւ ցանկանում ենք պատրաստել նաև աղցան երեխայի համար, ճաշի համար։ Եվ սա ուղղակի քերած գազար է, որի վրա որը պետք է ցողենք եռման ջրով։ Այսինքն չենք եփում, չենք շոքի խաշում, ենք Չէ, ուղղակի եռման ջրով ցողում ենք։ Այնուհետև ջուրը որ փափկի։ Այո, մի փոքր, որպեսզի այսպես մասա լինի, եւ մի փոքր ավելացնում ենք շաքարավազ, շատ Իսկ շաքարավազը լավ է, փաստորեն, կարելի է երեխաներին։ Շաքարավազը իհարկե մի փոքր բարելավում է սննդի համը եւ որոշ քանակությամբ էներգիա է պարունակում, սակայն շատ մեծ քանակությամբ դա օգտագործել չի կարելի, որովհետեւ նախ դա դատարկ կալորիաներ են, այսինքն որովհետեւ սննդային բաղադրամաս արժեք բացի էներգիայից նա չի պարունակում, բացի այդ կարող է նպաստել ատամնափուտին, բայց ուղղակի մենք շատ քիչ քանակությամբ ավելացրեցինք աղցանի մեջ, կարելի է թթու մրգերին էլ ավելացնել, համը բարելավելու առումով։ Տիկին Սուսան, այսինքն ընդհանրապես օրվա ընթացքում սննդակարգի մեջ պարտադիր կերպով պետք է լինի աղցանը, թե այդքան էլ պարտադիր չէ, ցանկալի է, իհարկե մենք կարող ենք մի փոքր ավելի շատ ճաշիկ տալ եւ աղցան չպատրաստել, բայց ավելի ցանկալի է որ լինի բազմատեսակ սննդատեսակ։ Այո։ Գազարով աղցան։ Գազար 1 հատ, շաքարավազի օշարակ 1 մլ, բուսայուղ 2 մլ, ընկույզ 1 հատ։ Գազարը լվանալ, մաքրել եւ քերիչի օգնությամբ անցկացնել, ցողել եռման ջրով, ավելացնել նաեւ օշարակը, ինչպես նաեւ մանրացված ընկույզը։ Իսկ հիմա մենք արդեն անցնենք մյուս ուտեստին, որը կպատրաստենք, սա միջանկյալ ուտեստ է եւ օրվա ընթացքում կարելի է տալ ճաշից հետո մինչեւ ընթրիք։ Այո, մենք ունենք 1 հատ խնձոր, որի միջուկը, այսպես կարելի ասել, կորիզը պետք է անպայման հեռացվի, բայց կեղևը չենք հեռացնում, Տիկին Սուսանա, որքան։ Չէ, կեղևը այս անգամ չենք հեռացնում, եփելու ուղղակի ուտելուց մենք կեղևի միջից ցանում ենք, թուլանա ամբողջ այդ մասա եւ տալիս ենք երեխային։ Իսկ ինչի համար ենք այսինքն հենց այդքան անց կատարել, որպեսզի մի փոքր շաքարավազ պետք է լցնենք, կարող ենք ավելի փոքր անց անել, կարող ենք մի փոքր եւ կարագ ավելացնել։ Փաստորեն խնձորը մենք հենց այս վիճակում, որի մեջ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ավելացեցինք շաքարավազ եւ մի փոքր կարագ, ուրիշ բաներ էլ իդեպ կարող ենք ավելացնել, մենք այստեղ ունենք ծիրանաչիր, կարելի է մանր կտրտել ծիրանաչիրը եւ ավելացնել, ուղղակի կարելի է չամիջ ավելացնել եւ դրանք բոլորը եւ սննդային արժեքը կավելացնեն եւ իհարկե շատ համեղ։ Եվ վերջի ինչպես դուք ասացիք, բոլոր դեղին եւ նարնջագույն, այսպես կարմրավուն եւ մրգեր եւ բանջարեղենը իրենց մեջ պարունակում են վիտամին C-ն, որը շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է երեխայի իմունիտետի համար իհարկե, բացի դրանից նպաստում է երկաթի ներծծմանը։ Շատ լավ։ Փաստորեն մենք խնձորը արդեն իսկ պատրաստ վիճակում եւ լցոնված տարբեր օգտակար, այսպես ասած, բաղադրիչներով տեղափոխում ենք ջերով եւ, այսպես կարելի ասել, խորովում ենք։ Ես կարծում եմ սա շատ լավ միջանկյալ սնունդ է երեխայի համար, քանի որ խնձորը իր մեջ պարունակում է երկաթ մեծ քանակով, ես որքան գիտեմ։ Շատ մայրիկներ են այսպես կարծում, բայց իրականում խնձորը պարունակում է շատ մեծ քանակությամբ վիտամին C եւ այլ օգտակար նյութեր,
Պարունակում է նաև երկաթ, բայց շատ քիչ քանակությամբ եւ այդ երկաթը նույնպես շատ վատ է ներծծվում։ Այնպես որ հույսը դնել խնձորի վրա որպես երկաթի լավ աղբյուր չի կարելի։ Ահա, շատ լավ։ Իսկ հաջորդիվ Տիկին Սուսանա մենք պատրաստելու ենք արդեն դդմով սուֆլե, որը եւս շատ համեղ եւ հետաքրքիր ուտեստ կլինի երեխաների համար։ Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է նախ եփել դդումը, որը մենք արդեն իսկ արել ենք, եւ դդմին ավելացնելու ենք, եթե չեմ սխալվում, սպիտակաձավար։ Այո, դդումը, որ արդեն կտրտված եւ եփված է, այստեղ ուղղակի լցնենք նորից կաթսայի մեջ։ Ավելացնում ենք եռացող ջրի մեջ։ Այո։ Մենք նրանք ավելացնենք 2 թեյի գթալ սպիտակաձավար եւ կթողենք եփելու խառնելով իհարկե կեփենք 5-ից 7 րոպե մարմանդ կրակի վրա, այո։ Վերջում պետք է ավելացնենք նաեւ ձվի դեղնուցը, կարող ենք հիմա էլ ավելացնել։ Այսինքն եփված վիճակում թե եփված ձվի դեղնուցը ավելացնում ենք արդեն սպիտակաձավարի հետ, երբ որ եփում վերջանում է եւ վերջում կարող ենք ավելացնել ձիթայուղ կամ ուղակի կարակ։ Իսկ մեկ օրվա համար այս ձվի դեղնուցը արդեն շատ չի լինի, որտեղ այնտեղ էլ ունեինք։ Դա երկուսը իրար հետ ոչ ավել կլինի, քան 1 ձուն, իսկ 1 ձու երեխային կարելի է տալ, մանավանդ որ մեր ձուն բավականին փոքրիկ էր։ Միայն դեղնուցը։ Այո, միայն դեղնուցը։ Փաստորեն, այս ամենը եփելուց հետո պարզապես պետք է հարիչի օգնությամբ հարենք, դարձնենք պյուրեի նման զանգված եւ վերագրենք երեխային, այո։ Հեշտ Ստացվում է շատ համեղ։ Շատ համեղ, այո, եւ սննդարար։ Այնպես որ հարգելիներս, ձեզ կմիանանք միայն այն ժամանակ, երբ մեր այս երկու ուտեստներն են, այսինքն խնձորը, որը ջեռոցում խորովում է, այսպես ասած, եւ մեր սուֆլեն, որը հենց այս պահին պատրաստվում է։ Հերո մի գնացեք։ Խորոված խնձոր շաքարավազով։ Խնձոր 1 հատ, շաքարավազ 8 գրամ, ծիրանաչիր 2 հատ, խնձորը լվանալ, այնուհետև հեռացնել միջուկը, բացված տարածքում ավելացնել նաև շաքարավազը, կտրատված ծիրանաչիրը, տեղափոխել ջեռոց և եփել 5-ից 10 րոպե։ Դե ինչ հարգելերս այդող պատրաստ են մեր վերջնական ուտեստները, այսինքն որոնք մենք հենց ամենավերջում պատրաստեցինք, խոսքը գնում է հենց խորոված խնձորի մասին, որը իսկապես եւ առաջին հայացքից է շատ այսպես գեղեցիկ եւ ախորժաբեր եւ բնականաբար հենց սուֆլեն, որը մենք պատրաստեցինք դդումից եւ սպիտակաձավարից։ Այո, եւ ընդհանրապես այսօրվա բոլոր ուտեստներն թվարկենք թե ինչը որ պետք էր եւ առաջին հերթին մենք պատրաստեցինք նախաճաշը, որի համար անպայման պետք է կես հատ հավկիթ առավոտյան, ճիշտ եմ Տիկին Սուսանա, եւ պատրաստեցինք նաեւ պյուրեն կարտոֆիլից եւ դդմիկից։ Այնուհետեւ հաջորդեց դեղցի մուսը, գազարով նույնիսկ աղցանը, հավի կրծքամսով ճաշիկը, խնձորը, որը քիչ առաջ պատրաստեցինք եւ շատ գեղեցիկ սուֆլեն։ Շնորհակալություն ձեզ Տիկին Սուսանա եւ քեզ Իրինա, քանի որ կարծում եւ դու այսօրվա մեր ծրագրի ընթացքում շատ օգտակար այո խորհուրդներ քաղեցիր եւ բնականաբար մենք էլ մեր հերթին հերթադողներին ցուցադրեցինք թե ինչքան բազմազան վիտամիններով հարուստ եւ սննդարար եւ գունեղ կարող է լինել մեկ ամբողջ օրվա ճաշացանկը երեխայի համար նախատեսված, այնքան ավելի շատ վիտամիններով հարուստ եւ օգտակար։ Սա մայրիկները ուզում են որ հիշեն։ Շնորհակալություն Տիկին Սուսանա, մենք դեռ անպայման կհանդիպենք մեր տաղավարում։ Քեզ նույնպես շնորհակալ եմ։